Խոսքը տանք Անաստաս Իսրայելյանին։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ։ Ցավոք սրտի այսօր մենք հավաքվել ենք նորից ու նորից պահանջ ներկայացնելու ներկա իշխանության, ներկա կոչեցյալ այդ ղեկավարության, որոնց մեղքով մենք այսօր հայտնվել ենք այս իրավիճակում։ Մեր գերիները այսօր հայտնվել են Թուրքի ձեռքում։ Ես ուզում եմ երկու բառով անդրադառնամ, մի քիչ հետ վերադառնամ Արցախ։ Արցախում գտնվելու ժամանակ այս նույն մարդը մեծ խաղաղության այդ կեղծ բաների հիմունքներով տարել է կործանում Արցախին։ Խաղաղության կեղծ հիմունքներով մեր գերիներին, մեր հայ ժողովրդի հայ որդիներին դարձել է գերի Ադրբեջանի ձեռքում։ Նիկոլ, դու ես այդ գերիներին հանձնել, դու էլ պիտի վերադարձնես այդ գերիներին, դու ես Արցախը հանձնել թուրքերին, դու էլ պիտի հետ վերադարձնես մեր մայր Հայաստանին, չես կարողանում, վրընդվի, տղավարի դուրս արի, ասա չեմ կարում, ժողովուրդ խաթվել եմ, դավաճան եմ, սրիկա եմ, բայց ժողովրդի մի տարի կործանման։ Մենք բան չենք այս իրավիճակում, հայ ժողովուրդը հազարամյա տարիներ միշտ ունեցել է պատիվ, միշտ ունեցել է հայի կերպար ուժեղ միջազգային թե հարթակներում, թե որպես ազգ։ Դուք իրավունք չունեք հայ ազգին ներկայացնելու կերպար ձևավորելու։ Մեր գերիները պիտի վերադառնան, գերիները դեղ գտնելու ավելի մեծ համարձակություն են դրսևորում, քան դուք ստեղ հայ ժողովրդի մեջ։ Դուք մենակ հայ ժողովրդին եք ճնշում, մենակ հայ ժողովրդին եք նվաստացնում։ Մենք չենք ուզում տենց ղեկավարներ, մենք ուզում ենք հզոր ղեկավար, որ Արցախը հետ բերի, հզոր ղեկավար, որ գերիներին հետ բերի։ Չենք կարող այսքանը հանդուրժեք, հարգելի հայրենակիցներ, ամեն մեկը գիտակցեք, մենք չպիտի ձեր մեջին ինքնասիրություն, հայրենասիրություն արտնացնենք, սա ամեն մեկից է վերաբերվում, մենք ենք տես մտածել, մի օրվա մեջ է մեր այս փորձակները բերել, այս աղետը բերել մեր գլխին, ու եթե սենց անտարբեր շարունակենք, նույն էլ այս եւ այս աղետները մեր առաջ գալու է կաղնելու է, ու մենք այդ գերիները մեր եղբայրներին բերելու ենք, իմ եղբայրս հասարակ մի գյուղացի էր, ինչ մեղքով է գտնվում մի Ադրբեջանի ձեռքին, Նիկոլ պատասխան տուր, ինչ մեղքով է գտնվում Ադրբեջանի ձեռքին, քո մեղքով է գտնում, անպիտանի լինելով, ոչ հայրենասեր լինելով, ոչ առաջնորդ լինելով, այդ դրա պատասխաններն ասա, որովհետև բոլոր մեր հաղթանակները ունեցել եք ուժեղ առաջնորդ ունենալով, մեր բոլոր հաղթանակները Արցախ հայկական պահել եք միշտ ուժեղ առաջնորդներ ունենալով, չեք կարողանում վրընդվել գրադներդ քաշեք։ Շնորհակալություն։ Խոսքը տանք Վահե Հարությունյանին։ Բարև ձեզ սիրելի հայ ժողովուրդ, սիրելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ ոչ միայն։ Ինչու եմ ասում ոչ միայն, որովհետեւ մենք ունենք աշխարհասփյուռ, չկա մի այնպիսի երկիր, որտեղ չունենանք հայ նույնիսկ բոլոր քաղաքներում եւ ես համոզված եմ, եթե մի այնպիսի հարց ծառս լինի Հայաստանի Հանրապետության առաջ ինչպիսին այսօր է, մենք համախմբելով մեր բոլոր ուժերը կարող ենք լուծել եւ վերջնական հասցնել մեր երկիրը մեր ցանկալի կետին, նպատակին։ Սիրելի հայրենակիցներ, ես ճիշտն ասած շատ վաղուց արդեն դադարել եմ ինչ-որ բան պահանջել այս կառավարությունից, այս իշխանությունից, ուղղակի այսօր ընկերներիս կողքին եմ, հայրենակիցներից կողքին եմ եւ մեծ ցավ եմ ապրում, որ այստեղ բազմահազարանոց զանգվածներ չեն հավաքված, որովհետեւ չեմ հասկանում դուք ինչի դուրս չեք գալիս այդ անտարբերության մթնոլորտից։ Մենք ունեցել ենք այնպիսի հզոր կերպարներ, ինչպես են Մոնթեն եւ Վազգենը, որոնք ասել են, որ անտարբերությունը ամենամեծ մեղքն է եւ ցանկացած արարք, որը չի պատժում, ծնում է ավելի մեծ հետևանքներ։ Իսկ այսօր ես համոզված եմ, մեր Հայաստանի Հանրապետության եւ ամբողջ աշխարհասփյուռ հայությունը ականատեսն է եղել այն խոսքերին, երբ մեզ բազմիցս համոզել են, որ կորոնավիրուսն ինչ է, տնական արաղով ենք հանելու, ախտահանելու ենք, պինցետով հանենք, արաղով ախտահանենք, որի արդյունքում ունեցանք 4000 զոհ։ Արցախը հայկականը եւ վերջ գոռում եք այստեղի հրապարակից, վերահաստատում եք ձեր գոռոցները Ստեփանակերտի հրապարակից։ Մատ եք թափտալից ունքերը վերուվար անելով եւ մեզ համոզում եք, որ ճիշտ եք բանակցում եւ բանակցում եք այն ինչ որ պետք է։ Ձեր բանակցածի արդյունքում այսօր մենք չենք կարողանում մոմ վարել Ղազանչեցոցում, չենք
մի գավաթ սուրճ վայելել Պիտաչոկում, գնալ Գանձասար եւ Ամարաս։ Սիրելի հայրենակիցներ, կոչ եմ անում մեր ողջ Հայաստանի Հանրապետության եւ աշխարհի սփյուռ բնակչությանը։ Խնդրում եմ ձեզ, դուրս եկեք այս անտարբեր վերաբերմունքից եւ համաժողովրդական ընդվզումը համոզված եղեք։ Տևելու է ընդամենը 1 օր։ 1 օրվա մեջ աթոռ փախնելու է ստակից։ Խնդրում եմ, մասնակցեք այն բոլոր ակցիաներին, որոնք ուղղված են մեր գերիների վերադարձին, ինչպես նաև մեր Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ոտքի կանգնեցմանը։ Շնորհակալություն։ Խոսքը փոխանցենք